Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ զինծառայողը վիրավորվել, բայց որտեղ եւ ինչ հանգամանքներում չի մանրամասնել։ Զինծառայողը վիրահատվել է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ազատությանը հայտնել է ռազմական գերատեսչության խոսնակը։ Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ դեպքը տեղի ունեցել Փամբակում վարժանքների ժամանակ։ Ձեր լիդերի մասին մտածեք ու տեղից էլ վերվեր չթռնեք ելույթների։ Երևանի ավագանու նիստի ընթացքում ծեծկրտուք է եղել, երբ փոխքաղաքապետը ընդդիմադիրներին պատասխանել է փողոցային բառապաշարով։ Արա լսի այդտեղ են դու ես այդտեղ արա, հանգստացյոտ դավայ ստուց։ Դուրս գել հետ, կելնես կասեմ քեզ ինչ կլինի, Արմենակ Դանելյան։ Նիստը դադարեցրեք 30 րոպեով։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանում ծեծկրտուքից հետո նման բարձի թողի վիճակի համար ներողություն խնդրելու փոխարեն խոսել է ընտրություններում իրենց հաղթանակի մասին։ Փաշինյանի ոճով ընդդիմադիր ուժերին սպառնացել, ասելով մեջբերում կաշիներդ քերթվելու է։ Եթե օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ ուժերին հաներ ընտրապայքարից 5 տարի ողբ լաց եւ ոռնոց էինք լսելու այն մասին, որ այդ ընդդիմադիր ուժերը գալու էին, հաղթելու էին եւ մենք դա նրանց թույլ չենք տվել։ Այ հենց այսենց պետքա ընտրակաշառքով փորձը կատարեիք, գնայիք գլխով պատին խփեիք, գլուխները ջարդեիք ու հիմա էլ կաշիներդ քերթվելու է։ Բոլոր ընտրակաշառք բաժանողներին։ Վաղը Վաշինգտոնում ԱՄՆ կոնգրեսի շենքում տեղի կունենա միջազգային համաժողով նվիրված Հայաստանի կողմից իրականացված ադրբեջանցիների էթնիկ զտմանը, հայտնել է Ազատություն ռադիոկայանը, հղում անելով ադրբեջանական ապագործակալությանը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ ծրագրված հավաքի կազմակերպիչը 2023 թվականին Ադրբեջանի կողմից ստեղծված Բաքվի նախաձեռնող խումբն է։ Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող այս կառույցը իր գործունեության սկզբնական շրջանում հանդես էր գալիս ֆրանսիական գաղութատիրության դեմ պայքարի դիրքերից։ Հետագայում խմբի գործունեության թիրախում էին հայտնվել նաև Հնդկաստանի իշխանությունները։ Վերջին ամիսներին Բաքվի նախաձեռնող խումբն իր գործունեության հիմնական շեշտը դրել է խորհրդային Հայաստանում բնակված ադրբեջանցիների էթնիկ զտման թեմայի վրա։ Ադրբեջանական ապագործակալության փոխանցմամբ Վաշինգտոնում կանալիք համաժողովի մասնակիցները քննարկելու են Հայաստանից նախկինում արտաքսված ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Օրակարգում ընդգրկված է նրանց սեփական բնակավայրեր անվտանգ եւ արժանապատիվ վերադառնալու իրավունքի պաշտպանությունը միջազգային հարթակներում մշտապես պահելու անհրաժեշտությունը, հաղորդել է ԱՊԱ-ն։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը հաջորդ շաբաթ հուլիսի 1-ին ծրագրում են այցելել Հայաստան, հայտնել է Պոլիտիկոն։ Այցը դիտվում է որպես Եվրոպայից աջակցություն, երբ Հայաստանը փորձում է հեռանալ Մոսկվայից եւ խորացնել կապերը Եվրամիության հետ։ Սա կլինի ֆոն դեր Լեյենի երկրորդ այցը Երևան վերջին 2 ամսվա ընթացքում։ Այս ուղևորության ֆոնին չեղարկվել է հուլիսի 1-ին նախատեսված Եվրահանձնակատարների կոլեգիայի նիստը։ Հետաձգվել է մի շարք կարևոր օրենսդրական նախագծերի ընդունումը։ открытую заявляя о подготовке своего участия. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Վլադիմիր Զելենսկուն համեմատել է նացիստական առաջնորդի հետ։ Ֆյուրերը։ Նա նշանակվել է ֆյուրերի դերում ինքնանախաձեռն դիրքից, բայց տեսեք այս կերպարը վարակիչ դարձավ, նշել է գերատեսչության ղեկավարը։ Լավրովի պնդմամբ արևմտյան երկրները ցանկանում են վրեժ լուծել, որպեսզի Ռուսաստանը կապիտուլյացիայի ենթարկվի եւ ստիպված ընդունի Ուկրաինայի միացումը արևմտյան դաշինքներին։ Արտգործնախարարը նաեւ նշել է, որ արևմուտքից հնչող անհապաղ հրադադարի հասնելու ձգտումները իրականում մարտավարական նպատակ ունեն։ Ըստ նրա դա արվում է բացառապես ռուսական առաջխաղացումը ժամանակավորապես դադարեցնելու եւ Ուկրաինայի զենքի ու զինամթերքի նոր խմբականակ մատակարարելու համար։
Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման պատմական ռեկորդի մասին։ Նախորդ օրն այս ռազմավարական ջրուղով անցել է 19 միլիոն բարել հումք։ Սպիտակ տան ղեկավարն այս ցուցանիշն ու վառելիքի էժանացումը կապում է Իրանի հետ ձեռք բերված նոր համաձայնությունների հետ։ Ըստ Թրամփի, Թեհրանն արդեն անվերապահորեն համաձայնել է իր միջուկային օբյեկտներում իրականացնել անժամկետ եւ խիստ ստուգումներ։ Իրանի ապասառեցված միջոցները կփոխանցվեն բացառապես ամերիկյան վերահսկողության տակ գտնվող հատուկ հաշիվների։ Այդ գումարներով Թեհրանը կարող է գնել միայն Միացյալ Նահանգներում արտադրված սննդամթերք եւ դեղորայք։ Այդուհանդերձ նախագահի այս լավատեսական պնդումները դեռևս կարիք ունեն փաստացի հաստատման եւ միջազգային արձագանքի։ Թեհրանը պահանջում է Իսրայելի զինված ուժերի շուտապույտ դուրսբերումը Լիբանանի տարածքից, ինչը պետք է դառնա հրադադարի համաձայնագրի պարտադիր մաս, հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները վտանգել են բանակցային գործընթացը։ Թեհրանը պատրաստ է շարունակել դիվանագիտական երկխոսությունը եւ ծրագրում է նոր բարձր մակարդակի հանդիպումներ, որոնց ժամկետները կախված կլինեն համաձայնագրի կատարման ընթացքից։ Միևնույն ժամանակ Իրանի հրթիռային ու պաշտպանական ծրագիրը բացառվել օրակարգից եւ երբևէ քննարկման առարկա չի դառնա։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայել Բաղային հերքել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դ. Վենսի հայտարարությունն այն մասին, թե ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները կարող են այս շաբաթ ժամանել Իրան։ Բաղային հստակեցրել է, որ Շվեյցարիայում հանդիպում չի եղել AMG գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ եւ Թեհրանը թույլ չի տա տեսուչներին ստուգումներ անցկացնել ռմբակոծությունից վնասված միջուկային օբյեկտներում։ Այդ թույլտվությունը կախված կլինի ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերջնական արդյունքներից, թեև Բուշեր ատոմակայան AMG մուտքը նախկինի պես բաց է։ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հայտարարել է, որ Լիբանանի հետ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել ամենակարճ ժամկետներում, քանի որ տարածքային վեճեր չկան, սակայն դրան խոչընդոտում է Հեզբոլահը, որը վետո է դնում գործընթացի վրա։ Ըստ Reuters-ի Իսրայելն ու Հեզբոլահը նախապես համաձայնեցրել էին հրադադար, որը ուժի մեջ պետք է մտներ հունիսի 19-ին։ Ըստ ԱՄՆ պետքարտուղարության լիբանանյան եւ իսրայելական պատվիրակությունների հանդիպումը նախատեսված է հունիսի 23-ից 25-ը Վաշինգտոնում։ Իսրայելն ամերիկյան դրոշի հերթական աստղը չէ, հայտարարել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը։ Նրա խոսքով Իսրայելի վարչապետը անկախ ղեկավար է եւ չեն կարող լինել իրավիճակներ, երբ մենք գործենք ինչ-որ մեկի թելադրանքով, նույնիսկ եթե նա իրոք մեր մեծ ընկերն է։ Բեն Գվիրը բացահայտ անվստահություն է հայտնել լիբանանյան կողմին, նշելով, որ Լիբանանի կառավարությունում կան Հեզբոլահի հետ կապ ունեցող նախարարներ եւ երկիրը խմբավորման նկատմամբ վարել է թույլ, պտտվող դռների քաղաքականություն։ Իսրայելցի պաշտոնյան նաև հայտնել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դ. Վենսի հետ ունեցած զրույցում ասել է, որ այս իրավիճակում լուծումը այսօրվա նացիստների հետ այնպես վարվելն է, ինչպես իրենք են ժամանակին վարվել նացիստների հետ։ Նկատի ունենալով երկրորդ համաշխարհային պատերազմի փորձը, երբ ԱՄՆ-ն ու դաշնակիցները նացիստական ռեժիմը ենթարկեցին լիակատար ռազմական ջախջախման, առաջնորդներին կանգնեցին դատարանի առաջ եւ ամբողջությամբ արմատախիլ արեցին նրանց գաղափարախոսությունը։ Վաշինգտոնում մեկնարկել է Լիբանանի եւ Իսրայելի միջև բանակցությունների 5-րդ փուլը։ Այս գործընթացի ֆոնին Լիբանանի նախագահը հստակեցրել է պաշտոնական Բեյրութի սկզբունքային դիրքորոշումը։ Նա անընդունելի է համարել իսրայելական ռազմական ներկայությունը երկրի հարավային շրջաններում։ ԱՈՒՆ-ը միաժամանակ բացառել է ցանկացած օտարերկրյա միջամտություն։ Լիբանանի առաջնորդի համոզմամբ երկիրը պետք է վերջնականապես ձերբազատվի թե օկուպացիայից, թե արտաքին հովանավորչությունից։ Նախագահը հույս է հայտնել, որ բանակցությունների այս փուլը վճռորոշ կլինի ազգային ինքնիշխանության լիակատար վերականգնման համար, սակայն այս հավակնոտ նպատակների իրագործումը դեռևս մնում է լիբանանյան պետության ամրության եւ քաղաքական կամքի հույսին։ Լիտվայի կառավարությունը վարչապետ Ինգա Ռուգինենեի գլխավորությամբ հրաժարական է տվել։ Հայտնի է նաև նոր ղեկավարի անունը՝ սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մինդաուգա Սինկյավիչուսը։ Նա անցած շաբաթ հայտարարել էր, որ համաձայն է ստանձնել վարչապետի պաշտոնը եւ ձևավորել նոր կառավարություն։ Վերջին ամսում Լիտվայում կոալիցիոն ճգնաժամ է հասունացել։ Իշխող սոցիալ-դեմոկրատները որոշել են կառավարությունից հեռացնել Նեմանի արշալույս կուսակցությանը եւ այն փոխարինել Հանուն Լիտվայի կուսակցությամբ։ Կոալիցիայի փոփոխությանը զուգահեռ կփոխվի նաև կառավարության կազմը։